Հայկական ընտրության քննարկումների հարթակում մենք նոր հյուր ունենք Դավիթ Ղազարյան եւ փորձենք Դավիթի հետ հասկանալ, թե երիտասարդությունը, որը նոր առաջին անգամ պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին, նախընտրական շրջանը, ինչպես պետք է կողմնորոշվի, հա? Երիտասարդ տղաներ, աղջիկներ 18, 19, 20 տարեկան, որոնք հանկարծ հայտնվում են քարոզչական ագրեսիվ շուկայում եւ պետք է նախ գաղափարապես կողմնորոշվեն, հետո պետք է կողմնորոշվեն իրենց ակտիվության առումով։ Ինչ խնդիրների են բախվում նման երիտասարդները այս պայմաններում։ Թե երիտասարդները հիմնականում վախենում են այս process-ներից, որովհետև ինֆորմացիոն հոսքերը համ շատ են, համ էլ քանի որ այդ քաղաքական թեմաները այնքան կեղտոտ են դարել, որ հնարավորինս խուսափում են այդ ամեն ինչից ու շատ ժամանակ իմ կարծիքով նույնիսկ խուսափում են ընտրության գնալուց, որովհետև վախենում են սխալ ընտրություն կատարել ու արդյունքում ոնց որ պատասխանատվության զգացում ունենալ ինչ-որ վատ բաների հետ, որոնք որ, ասենք, տեղի են ունենում, մանավանդ ենթադրում եմ, որ 18 թվականից հետո, որ տենց մեծ ներգրավվածություն է եղել երիտասարդների կողմից այդ շարժման մեջ, ոնց որ ավելի այս պահին դրան նայելով երևի թե ավելի բան են, ավելի վախեցած ավակ սերունդը վառվել է եւ հիմա իրանք վախենում են, որ իրանք էլ կարող է վառվեն։ Որպես հակա երևույթ հիշացնեմ, որ 90-ականները ինձ համար է դա հիշողություն, 90-ականներին երիտասարդությունը ճիշտ հակառակ վիճակում էր, բացարձակ արգելակներ չկային, դե այն ժամանակ քաղաքականությունն էլ ոնց որ թե նոր երևույթ էր եւ շատ արագ բոլորը կողմնորոշվում էին, տարբեր քաղաքական ընտրություններ էին կատարում, անդամակցում էին առանց վախենալու կազմակերպությունների, այսօր իսկապես այդ վախը կա, ես ինքս էլ դա հաստատում եմ, բայց հիմա փորձենք հարցին նայել մյուս տեսակետից։ Հայաստանի Հանրապետությունը դա ում պետությունն է։ Դե հայ մարդու Հայ մարդու պետությունն է, այդ թվում այդ երիտասարդների, այդ թվում նրանց ավակ ծնողների, միթե նախ որպես քաղաքացի պարտավորություն չկա մասնակցել այդ պետության կառավարմանը, եւ երկրորդը ինչու այդ նույն երիտասարդը չի կարող այդ գործընթացին մասնակցել նաև ծնողների հուշումով կամ չգիտեմ ավակ եղբայր ընկերներ կարող են լինել հենց երիտասարդությանն է դա վերաբերում թե նրանց ընտանիքներին էլ է վերաբերում այդ նշածդ վախերը թե երևի վերաբերվում է բոլորին բայց առավել եւս երիտասարդությանը որովհետեւ այդ քիչ կյանքի փորձը ինչ-որ վախեր է ստեղծում իմ կարծիքով, բայց նաև մտածում եմ, որ պետք է հնարավորինս վախերը քչացնել, որովհետև այդ ստեղծված կաղապարները, որ քաղաքականությունը ինչ-որ անբարոյական process է, երբ որ մարդը, ով որ չի ուզում մտնի դրա մեջ ու ինչ-որ բարոյական կարմիր գծեր ունի, չի մտնում դրա մեջ, իսկականից քաղաքականությունը դառնում է այդ անբարոյականությունը, որը որ ասում էր, որ կա ու այդ լուսավոր կողմը մտցնել դրա մեջ, հետաքրքրվել մինիմում ինչ-որ քաղաքացիական ակտիվություններ ունենալ ու ինչ-որ պահանջներ ներկայացնել ինչ-որ քաղաքական գործիչներից, թվում է շատ կարևոր է։ Լավ, փորձենք մի հատ մոդելավորել մի իրավիճակ։ Ենթադրենք դու ես այդ երիտասարդը եւ ի տարբերություն քո բոլոր հասակակիցների որոշել ես, որ չէ, պետք է ակտիվորեն մասնակցես պետության կառավարմանը եւ հենց հիմա մտար քաղաքական շուկա եւ պիտի կողմնորոշվես։ Քաղաքականությունը մի բան է, որտեղ մենակով ոչինչ չես կարող անել։ Ուրեմն պետք է անել ինչ որ մեկի հետ։ Այդ ինչ որ մեկը
երկու տարբերակ կա։ Գնալ արդեն կայացած ինչ որ մի քաղաքական միավոր, եթե ինչ որ պատճառով որոշել ես, որ դա քեզ համապատասխանում է կամ առավելագույնը համապատասխանում է, կարելի է այնտեղից սկսել փորձել, հա, այսպես։ Եվ երկրորդ տարբերակը միասին փորձել հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Հիմա եթե այդ փորձը հենց հիմա կատարես, օրինակ ինչ քայլ կանեիր։ Այսինքն որպես երիտասարդ, որ արդեն պետք է ինչ-որ պատասխանատվություն վերցնի քաղաքական ոչ թե հարցը մի քիչ այդպես մեծ բառերել չասենք, հա, ուղղակի արդեն քեզ պատասխանատու ես համարում եւ վաղը մյուսօր ընտրություն է։ Պետք է գնաս այդ ընտրությանը ինչ որ մեկին ընտրես։ Հա, որպես մասնակից։ Օրինակ, հա, թեկուս շարքային ընտրող։ Բայց այդ ում պետք է ընտրես, այդ տեխնացուին պետք է ճանաչես։ Օրինակ ոնց պիտի ճանաչես այս կամ այն կուսակցությանը, այսինքն որտեղ են այդ աղբյուրները, ոնց պետքա առաջադրես տեխնացուներ, եթե դու ակտիվ ես ուզում մասնակցես այդ process-ներին, ոնց կարող ես դա պատկերացնել, էլի։ Դե իմ կարծիքով ամենաառաջնայինը, որին մարդը պետքա ուշադրություն դարձնի, այդ տվյալ քաղաքական ուժի հայակենտրոնությունն է, այսինքն ինչքանով է։ Այսինքն գաղափարական ֆիլտր պետքա դնեն առաջին հերթին։ Հիմա ենթադրենք դա դու ես, քո գաղափարական ֆիլտրն մի քանի կետով փորձի թվարկել։ Դե առաջին հերթին հենց այդ հայակենտրոնությունն է, որ քաղաքական ուժը կբացես հայակենտրոնություն ասելով ինչ նկատի ունես, էլի։ Դե որ քաղաքական ուժը իր ապագան տեսնում է ինչ որ ավելի մեծ, ավելի զորեղ, ինչ որ հովանավորի ոնց որ թևի տակ այդ իմ կարծիքով մեզ լավորի չի բերի հակասում է հայակենտրոնության, այսինքն արտաքին կողմնորոշումները, եթե այդպիսի տերմին օգտագործենք, մերժվում է հայակենտրոնությունը, մերժում է արտաքին կողմնորոշումները։ Հստակ արտաքին կողմնորոշումները։ Հա, վերպետական բաներին մասնակցել, ասենք չգիտեմ, Եվրոմիություն, ՀԱՊԿ, այս տիպի բաներին մասնակցելը, հովանավորության տակ մտնելը մերժում է։ Երևի հա։ Հա, ինչը կասկած առաջացրեց։ Հա, կարծում եմ հա։ Օրինակ ասենք առարկողները այսպիսի բան են առարկում, որ Եվրոմիության անդամակցելը դա ինքնիշխան որոշում է։ Կարաս մտնես, կարաս դուրս գաս, դա նորմալ է, այսինքն այդտեղ հա ՀԱՊԿ անդամակցելը չէ, այնտեղ Ռուսաստանն այնտեղ վատ է։ Չնայած դա ինքնիշխան որոշում, ուզեցել ես մտել ես, ուզես հենց այսօր կարող ես դուրս գալ։ Ռուսաստանը դժվար թե այս պայմաններում պատերազմ հայտարարի քեզ դրա համար։ Հա, դե երևիով եմ ասում, որովհետև իմ կոմպետենտությունը դրա մասին հստակ բան ասելու դնում եմ կասկածի տակ, ուղղակի ոնց որ կարծիք ու մտահոգություն հայկականության պահպանման վերաբերյալ էլի այդ տեսանկյունից։ Հաջորդը շատ կարևոր է, որ դեղ լինի ինչ որ պրակտիկ լուծումներ տնտեսության վերաբերյալ օրինակ ու լուծումներ թե նպատակներ, որովհետև լուծումները մի տեսակ մասնագիտական հարց են, արդյոք մեր բոլոր ընտրողները հենց լուծումները գնահատելու ունակություն ունեն։ Մի քիչ դժվար է ընկալել միլիոնից ավել մարդ Հայաստանում, որպես ասենք տնտեսագետների խորհուրդ, որը պետքա որոշի այս տնտեսական քաղաքական տեսակետից սա լավ է թե վատ է։ Միգուցե նպատակների մասին է խոսքը։ Դե նկատի ունեի լուծումները, բայց հա, հիմնական կռահվում է նպատակը, հա, մեծ մասը քաղաքացիների դրան չեն կարողանա ճիշտ գնահատական տան ու երևի կարևոր է թե հիմնականում քաղաքացիների համար երևի արժեքային ու հա երևի այս նպատակները, որոնք կարևոր են։ Էլի փորձենք այսպիսի իրավիճակ մոդելավորել, կան երկու տեխնացու, ներկայացնում են երկու կուսակցություն եւ խոսում են մոտավորապես նույն նյութի մասին։ Խոսում են առանձին կամ հեռուստատեսությամբ կամ ինչ-որ YouTube-յան ալիքով եւ մենախոսություն է դա։ Ասեցին, շատ գեղեցիկ ձևով հիմնավորեցին եւ այլն։ Որպես կանոն որևէ քաղաքացի, ոչ միայն երիտասարդ, դա այնպեսի վիճակում է հայտնում, որ ասում է ճիշտ ասում, ինքն էլ է ճիշտ ասում։
անգամ եթե այս երկու նյութը ինքը մի քիչ ժամանակի մեջ իրարից կտրված տեսնի, կարող է անգամ չնկատի, որ այս մարդիկ իրար հակասող բաներ են ասում։ Անգամ եթե իրար հետևից նայի հաջորդաբար, էլի չնկատի, որ սրանք իրար հակասող բաներ են ասում, որովհետև այնտեղ կա ինչ-որ մի նրբություն, հա, մասնագիտական կամ այլ։ Բայց փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ որ այս մարդիկ բանավիճում են։ Խոսում են ոչ թե կամերայի կամ, չգիտեմ, էկրանի մյուս կողմը նստածների հետ, այլ իրար հետ են խոսում, իսկ մենք բոլորս վերածվում ենք դատավորների։ Արդյոք սա մեզ չի օգնի, որպեսզի առաջարկվող լուծումները մենք արդեն ավելի օբյեկտիվ գնահատենք, հա, լսելով դիմացինի հակափաստարկը։ Դե հա, դա հաստատ կօգնի ու համել կողմերի միջև այդ քննարկումը կարա ստեղծի մի հատ ավելի բարձր վիճակ, որին որ հենց իրանք կհասնեն այդ քննարկման արդյունքում ու ցանկացած պարագայում քննարկումը։ Այսինքն մեկի հակափաստարկները մյուսին կօգնի իր դիրքորոշումը ավելի ճշգրտել, լավացնել, անգամ փոխել, եթե դա սխալ դիրքորոշում ունեցել։ Շատերը վախենում են այդ քննարկումներից, որովհետև ասենք սովոր են, որ իրանք այդպես մենախոսում են եթերում եւ հանկարծ հայտնվեն մի վիճակում, որտեղ ինչ որ մեկը կսկսի իրենց սխալները մատնանշել, մի տեսակ վախեցնող է, հա, որովհետեւ իրանք այսպես քաղաքական իմիջ են ձևավորել, որոշակի լսարան ունեն, որոշակի համակիրանք են վայելում եւ հանկարծ ինչ որ մեկը կարող է գա եւ կասկածի տակ դնի այդ բանը։ Բնականաբար դա իրենց խնդիրն է, բայց հիմա նորից այդ առաջին անգամ ընտրության գնացող կամ թեկուզ երկրորդ, երրորդ անգամ ընտրության գնացող մարդու տեսակետից անհրաժեշտ է, չէ՞, այդպիսի մի միջավայր, որտեղ այդ բանավեճերը տեղի ունենան եւ դու կարողանաս ընտրություն կատարես հենց տարբերակների միջև։ Ընդ որում, այս բոլոր տարբերակները ինչ որ իմաստով քո նպատակներին պայմանական արդեն հայակենտրոնությունն ես ասել, ընդհանրեն երկուսն էլ հայակենտրոնության տարբերակ են, բայց մեկը առաջարկում է այսպիսի լուծում, մյուսը առաջարկում է այսպիսի լուծում եւ բանավեճի մեջ այդ լուծումների մեջ ընտրություն ես կատարում։ Այդպիսի հարթակ կարևոր է որ լինի։ Հիմա իսկ որտեղ կարա այդպիսի հարթակ լինի։ Պետական ընտրություններում դա հնարավոր է։ Պետական ընտրություններում հնարավոր չի։ Տեսականորեն պիտի հնարավոր լիներ, բայց ցավոք սրտի հնարավոր չի, որովհետև բանավեճի պայմանը, որ ձևականորեն կատարում են միայն մեկ օր տրամադրելով վերջին օրը վարչապետներին բոլորը միաժամանակ այնտեղ չգիտեմ 1-2 ժամվա մեջ իրար արագ կծմծում են եւ վերջանում է, բովանդակային բան չի կարող լինել։ Տարբեր եթերներում երբեմն բերում են երկու տեխնացուի միմյանց արչև խոսացնում են, թե պետական լրատվամիջոցները, թե մյուսները, բայց ըստեղ էլ դարձյալ բովանդակային քննարկման հնարավորությունները շատ քիչ են, նախ ժամանակի առումով, երկրորդը դրանք հազվադեպ են լինում առաջին դեմքերը, եւ դա այսպես ինչ որ մի բան է, այսպես միջոցառում է, որ նշանը դրեցին անցան, բայց առավել եւս միևնույն քաղաքական թիմի տիրույթում, հա, միևնույն նպատակները հետապնդողների տիրույթում նման քննարկում հանրությունը ընդհանրապես ականատես չի լինում, համարվում է, որ դա պետք է ինչ-որ միտեղ կուսակցությունների մեջ դա տեղի ունենա եւ վերջանա։ Եթե մեզ հաջողվի կազմակերպել նման քննարկում, նման բանավեճեր տարբեր տեխնացուների հենց այն նպատակով, որ նրանցից առաջադրվեն ապագա տեխնացուները։ Քո կարծիքով երիտասարդությանը նման կազմակերպական ընտրական մեխանիզմն էլ կվախեցնի մասնակցության, թե վախեցնում են մենակ արդեն այսպես կայացած կուսակցությունների մեջ մտնելը ու այնտեղ հանգարց խնդիրների առաջ կանգնելը։ Սա նույնպես վախեցնող բան կլինի, ուղղակի հետևել բանավեճերին եւ ասենք կարծիք հայտնել տեխնացուների մասին։ Դե իմ կարծիքով ընդհանուր առմամբ, որ նշեցիք ամբողջ բնակչության համար, ինչ որ մի հատ ինչին պետքա բավարարի մարդը, որ իրանք լսեն, օրինակ քննարկումները շատ կարևոր են, որ այն ակտիվ թեմայի մեջ եղած մարդիկ լսեն ու կարողանան ճիշտ որոշում կայացնեն, բայց հիմնական բնակչությունը իմ կարծիքով քննարկումները շատ չի լսելու ու կենտրոնանալու է
այն էմոցիոնալ ու հասարակ բաների վրա ու իր ընտրությունը կատարելու այդ հասարակ բաների վրա մանավանդ Հայաստանում որ մշակույթը այնպես է ձևավորվել օրինակ որ նայում ենք հետ գլխատան համակարգը որտեղ կար հստակ ավտորիտետ ու բնակչության մեծ մասը ոնց որ իր ընտրությունը կատարում է նաև այդ ավտորիտետից ելնելով այդ պայմանավորված իր մշակութային ինչ որ մի թաղային հեղինակություն, հա, կամ ցեղի ավակ, ցանկացած հեղինակություն, որը ասում է սրանա պետք ընտրել եւ այլն։ Միգուցե դեմոկրատական ոչ շատ կատարյալ մեխանիզմի օբյեկտիվ պատկերն է դա, որ ասենք ընտրողների մեծ մասը կողմնորոշվում են ինչ որ մի հեղինակության կարծիքով, բայց այդ հեղինակությունները իրենց հերթին կարիք ունեն, չէ, բան անելու, կողմնորոշվելու։ Եթե դրանք այնպիսի հեղինակություններ չեն, որ իրենց սեփական շահերն են առաջ մղում, այլ հենց իրենք էլ որպես ընտրող պիտի կողմնորոշվեն, նրանք էլ կողմնորոշվելու կարիք ունեն։ Եվ ոչ մի անբնական բան չկա, որ նման բանավեճերին հետևեին ոչ թե ամբողջ ժողովուրդը, որը ապագայում պիտի մասնակցի ընտրություններին, այլ հետևեն դրա, ասենք, չգիտեմ, 5-10%-ը, որոնք որ ավելի ակտիվ են եւ հետո կգնան իրենց ընկերներին, բարեկամներին, հարևաններին, կասեն, ըհը, ես այն օրը հետևեցի, ես մեկը շատ խելոք մտքեր էր ասում, ես այնտեղ գնացի իր օգտին քվեարկեցի, առաջ որպեսզի նա առաջադրվի տեխնացու, մի խոսքով ես եմ առաջադրել այս ցուցակը, հիանալի տղերք են, ու սկսի ներկայացնել վիդեոները, առաջարկի նայել, տարբեր բաներ անի եւ այդպեսով համոզի։ Հա, իրենց կողմից հարգված մեկն է, ընդունելի մեկն է, սուտ չի ասում, չի խափում, շահ չունի, հա, եւ մարդիկ, ասենք, հետեւաբար նման մեխանիզմը կարող է երիտասարդներին նույնպես օգնել։ Քո կարծիքով ինչ մեխանիզմով կարելի է երիտասարդներին հրավիրել նման կառույց ձևավորելուն։ Չգիտեմ, մի ուրիշ տեսակետից մոտենանք, հա, ինքդ բարձունքի ակտիվ անդամ ես եւ շատ ծրագրերի ես մասնակցում բազմաթիվ երիտասարդների հետ միասին, դրանք կամավորական բնույթի ծրագրեր են, դրանք կրթական առաջին հերթին ծրագրեր են, բարձունքում կան բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, ռազմահայրենասիրական բնույթի գնում են ինչ որ կրակել են սովորում, մարզումներ են տարբեր անցկացնում, կան այսպես տարածքային, հա, համայնքային ծրագրերին ինչ որ կամավորական աշխատանքներ են անում շատ բազմապիսի, ես եթե հիշեմ 90-ականներին նույն երիտասարդություն ավելի քաղաքական կառույցների մեջ էր, քան նման կառույցներ համարյա չկային, շատ քիչ էին իրականում, հիմա դրանք շատ են։ Բայց մի տեսակ հենց այս տեսակ կառույցներում երիտասարդների ներգրավվածությունը իրանց կարծես թե ապաքաղաքական է դարձնում։ Կարծես թե այստեղ մենք մեր հայրենասիրության բաժինը սպառեցինք, էլ արդեն այն քաղաքականությունը թող մնա պայմանական ասած անբարոյականներին, հա։ Ոնց կարելի է անել, որ այս երիտասարդները ինչ մեխանիզմ կարելի է առաջարկել, որպեսզի այս երիտասարդները մասնակից դառնան նաև քաղաքական process-ին, առանց վախենալու, որ այնտեղ իրանց ինչ որ մեկը կթելադրի, ասի, չգիտեմ, գնացեք ինչ որ մի բան արեք, որի համար հետո իրանք կամաչեն, հա։ Այլ պարզապես ուղղակի process-ին հետևել, տեսնել ինչ տեխնացուներ կան, հետևել նրանց բանավեճերին, քննարկումներին, եթե նախընտրության մի այսպիսի մեխանիզմ նրանց առաջարկվի, ինչ քո կարծիքով կխանգարի այդ երիտասարդներին դրանց մասնակցել, կամ ինչն է հիմա խանգարում, եթե նման քննարկումներ լինում է եւ ասենք пассив են լինում, ինչու են пассив լինում այդ առումով էլ։ Դե խանգարում է կարծրատիպերը, իսկ թե ինչը կարա օգնի, կարան օգնեն այն հեղինակությունները, որոնք ստեղծում են այդ կրթական ծրագրերը նախատեսված երիտասարդների համար։ Օրինակ 2020 թվականից հետո, պատերազմից հետո շատ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր տեսնելով ավագ սերնդի ներուժը, որոշեցին, որ պետք է իրանց ոնց որ ներուժը դնեն ավելի երիտասարդների վրա, որ երիտասարդները ավելի մեծ թափով ու ավելի լավ որակով ոնց որ գան եւ ինչ որ պատասխանատվությունների գան ու իմ կարծիքով հիմնական
դրթիչը այդ երիտասարդների համար, որ չվախենան նման process-ներից ու գիտակցեն, որ ապագա պատասխանատվություն վերցնողները իրանք պետք է լինեն, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր վերցնում են ինչ-որ քաղաքական ճանապարհ, գնում են համալսարաններ են ընդունվում ու նաև վերցնում են ինչ-որ ձևավորված տարբեր ոչ առողջ քաղաքական խմբակների ուղղությունը ու փորձում են այդ համակարգերում աճել, ոչ թե իրանք պետք է գան վերցնեն իշխանությունը, այլ չէ, ոնց որ դու նկարագրեցիր այսպես կարիերիստական ինչ-որ մի մոտեցում, որը առկա է երիտասարդների մեջ, շատ կա, ինչ որ տեղեր նկատել եմ, իհարկե բոլոր մարդիկ չեն էլի, ովքեր որ գնում են միջազգային հարաբերություններ կամ նման ֆակուլտետներ, այդ մոտիվացիայով են գնում, բայց զգալի չափ կա, բայց ահագին շատ են, հա։ Դու վերջերս ինչ-որ մի փորձառություն ունեցար կապված խորհրդարանական այդ երիտասարդական ինչ-որ կրթական ծրագրերի հետ, ազգային ժողովի, հա, այնտեղ քո կարծիքով գերազանցապես այդ կարիերիստական տեսակներ, հա։ Ազգային ժողովի ամառային դպրոցում շատ կային հետաքրքիր ու ոչ այդ մոտիվացիայով երիտասարդներ, բայց կային նաև մյուսները, հաստատ կային մյուսները ու ես որտենց փորձում եմ վերլուծեմ, թե ինչ տեղի ունեցավ ու ինչ տեղի չունեցավ ու ինչի համար տեղի չունեցավ, նախ նկարագրեմ իրավիճակը, հենց երկրորդ օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մեկը եկավ ու ոնց որ իրանց կուսակցական քարոզները շատ վատ մանիպուլյացիաներով տենց տվեց, դե ես դրա մասին գրեցի Facebook-ում, դրանից առաջ նաև շփվել էի կազմակերպիչների հետ, այդ շատ չմանրանամ, մի խոսքով գրառումա պատճառով ինձ հեռացնելուց հետո նաև իմ ծնողներին էին հրավիրել ու նաև տեղեկացրել էին մյուս աշակերտներին, որ իմ ծնողներին հրավիրել են, շատ խիստ, տենց ինչ-որ վիճակ ա ու իմ կարծիքով բավականին ճնշում էր եղել այդ աշակերտների վրա ու մանավանդ, որ մեծ մասը մարզերից էին, իրանց համար լուրջ խնդիր կլիներ ոնց որ անցնել ինչ-որ կարմիր գծեր ազգային ժողովի դպրոցի համար ու ոնց որ իրենց ծնողներին բերել այդ դաշտ ու դրա համար իմ կարծիքով հիմնականում խուսափել են տեսնելով հստական արդարությունը, ինչ-որ արձագանք տան, չգիտեմ, գնահատական հստակ չեմ ուզում տան ոչ մի, բայց այդ վիճակը պատկերացնել է, էլի, որ հստակ ինչ-որ ճնշման գործողություն ա եղել, որի արդյունքում տենց մարդիկ կոպիտ ասած տեղավորվել են այդ անարդարության մեջ, բայց հաստատ գիտեմ, որ եղել են մարդիկ, ովքեր որ շփվենք իրանց հետ, կասեն, որ տեղի է ունեցել անարդարություն, էլի առանց ինչ-որ կոնկրետ մարդկանց մասին ասելու։ Ընդհանրապես իմ դիտարկումներն էլ մոտավորապես այդպես են, եթե 90-ականներին երիտասարդները կամավոր էին որոշում քաղաքական ինչ-որ գործընթացներին մասնակցել եւ ունեին ընտրություն ստեղ-ընդեղ գնալու, ինչ-որ մի պայից սկսեց դառնալ կարիերայի տարբերակ, հա, ուսանողական խորհուրդները աստիճանաբար քաղաքականացան, հենց ստեղծման պահից երևի սկսեցին քաղաքականանալ եւ ինչ-որ վերջին շրջանում երևում է, որ օրինակ կրթական ծրագրեր քաղաքական բովանդակությամբ եթե կազմակերպվում են, մարդիկ իհարկե նախապատվությունը տալիս են երիտասարդները ակտիվորեն մասնակցում են այն ծրագրերին, որտեղ կարիերայի հնարավորություն կա, երկրորդ խումբը, որ էլի ակտիվորեն մասնակցում է, զուտ ուղղակի տարբեր մարդկանց ճանաչենք, հա, կամ համապատասխան մասնագիտություն են, կամ իրանց հետաքրքիր է, մի հատ սրան լսենք, նրան լսենք, հա, ինչ որ մի քիչ լսենք, ոչ թե այս ուղղությունը ընտրենք եւ այդ ուղղության մեջ խորանանք, սեփական ընտրությունը չկա, ուղղակի հետաքրքրություն բավարարելու պահ կա, այդպիսի ծրագրեր նույնպես կան, իսկ եթե ինչ որ մեկը փորձի քաղաքական ներգրավման առումով, հա, ընդդիմադիր պայքարի համատեքստում հրավիրել երիտասարդներին կրթության, իրոք շատ քչերն են, որ երիտասարդական տարիքում համաձայն են լինում նման ճանապարհ անցնել եւ հետագայում էլ պարզվում է, որ քաղաքական process-ներին մասնակցող երիտասարդները բավական անպատրաստ են լինում։ Ես ծանր փորձառություն եմ ունեցել վերջերս
արդեն ոչ այնքան երիտասարդ խմբերի հետ, երբ որ մարդիկ որոշել են արդեն զբաղվել քաղաքականությամբ ու առաջին շփումից տեսնում ես, որ բացարձակ պատկերացում չունեն ինչի մասին է խոսքը եւ այդ տարբեր տեսակի վախերը, որ հեսա կգան իրանցից կխլեն, ինչ որ sense մի բան կլինի, բավական մոտները աշխատում է եւ խանգարում է։ Լավ, մի քանի նորից հետ գնանք, դու խոսեցիր հայակենտրոնության մասին, ուրիշ ինչ գաղափարական կետեր կառանձնացներ այդ առումով։ Հաջորդ ամենակարևոր բանը իմ կարծիքով այդ ճշմարտության գերկարևոր դարձնելն է, այսինքն կեղծիքը բացառելը, այսինքն իմ կարծիքով նպատակը արդարացնում է միջոցները, այդ մոտեցումը շատ սխալ է ու ցանկացած նպատակ, որին որ ուզում ենք մենք ոնց որ հասնել, պետք է ընտրենք այն ամենաճշմարիտ ճանապարհը, որը որ այդ բային ունենք հասկանալու համար դա բարի ցանկություն չի թե ավելի գործնական մի բան է, ասենք օրինակ Հայաստանը ունի շահ ինչ որ մի հարցում, բայց արդարությունը մեկ այլ բան է ապագա Հայաստանի արտգործ նախարարը քո պատկերացրած պետք է ղեկավարվի Հայաստանի շահով, թե ճշմարտությամբ։ Ճշմարտությամբ։ Եվ դա Հայաստանի շահն է։ Եվ դա Հայաստանի շահն է, որովհետև եթե մենք նայում ենք մեր մշակույթը ու մեր տեսակը առանձնացնում ենք որպես հայ, մեր տեսակի մեջ այդ ամենահիմնային բանն է այդ ճշմարտասիրությունը, ու եթե մենք ուզում ենք մեզ պահել մեր տեսակին վայել, ուրեմն դա պետք է պահենք իմ կարծիքով։ Հետաքրքիր բան ես ասում, ինչ ես կարծում, կա մի ժողովուրդ, որը ճշմարտությանը հենց սկզբունքորեն դեմ է։ Եվ ինքը իր տեսակը ճշմարտությանը հակադրում է կամ քո կարծիքով կա այդտեղ ժողովուրդ կամ ժողովուրդներ։ Հակադրող չգիտեմ, բայց շեշտադրություն դրա վրա կարող է չկան, բայց ինչքանով որ շատ փոքր տոկոսով։ Ուղղակի որ ասեցիր հայկականությունը եւ ճշմարտությունը, ինչքանով է դա մեզ առանձնացնող որակ, էլի։ Չգիտեմ այլ ազգերի մշակույթներում ոնց է, բայց այն քիչ տոկոսով, որով ուսումնասիրել եմ հայկական մշակույթը, ու դա շատ մեծ տոկոսով պետք է ուսումնասիրեմ, տեսել եմ այդ հստակ շեշտադրությունը ճշմարտության վրա, ու նաև մեր օրինակելի հայ մեծերից, որ կարդում ենք Նժդեի գրվածները, տեսնում ենք Լեոնիդ Ազգալյանի վարքը, Թումանյանին ենք կարդում ու տենց շատ-շատերին, ճշմարտությունը հենց էլի շեշտադրված է ու շատ կարևոր է պահել, որ կարողանանք ինչ-որ մի լուրջ բանի ասել։ Ինչի այս միտքը իմ դուր եկավ եւ անմիջապես հենց օրինակը բերեցի արտաքին քաղաքական հարցի վրա։ Բան նրանումն է, որ հայկական ընտրության մեր նախաձեռնությունը ոչ միայն քաղաքական տեխնոլոգիաներ է առաջարկում, ինքը ժամանակին բարբերաբար նաեւ գաղափարական աշխատանք է կատարում եւ քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ այդպես մշակումներ կան եւ արտաքին քաղաքականության մշակումներում մենք դա ոչ առանց կապելու մշակութային ինչ որ երևույթի հետ կամ հայ ազգի ինչ որ առանձնահատուկ որակների հետ եզրակացրել էինք, որ արտաքին քաղաքականության մեջ, եթե դու համաշխարհային հարցերին կամ տարածաշրջանային հարցերին ուզում ես որպես սուբյեկտ մասնակցես, լինելով փոքր երկիր, ռեսուրսներով աղքատ եւ այլն, քո գլխավոր ռեսուրսը ճշմարտությունն է։ Ճշմարտությունը ասելով դու վերածվում ես կարծես դատավորի։ Հա բոլորի կողմից է սկսում ընկալվել որպես դատավոր։ Հա կարող են քեզ այդ լիազորությունը չտալ, կարող են նույնիսկ ասենք չհրավիրել այդ քննարկումներին, դու ինչ որ ինքնուրույն ՄԱԿ-ի ամբիոնից կամ քո սեփական ամբիոնից ինչ որ դիրքորոշում ես հայտարարում, բայց դա արդեն սկսում է ընկալվել, որ այս մարդիկ որ սա ասեցին, ուրեմն դա այդպես է, հա, այսինքն եւ եթե այդպիսի երկրները, փոքր երկրները մի քիչ ավելի շատն են, դա նրանց դերակատարությունը էապես մեծացնում է եւ մյուս խնդիրը կար
արտաքին քաղաքականության հետ կապված մենք հաճախ սովորենք, որ արտաքին քաղաքականության հարցերը այն հարցերն են, երբ որ ուրիշները զբաղվում են մեր հարցերով։ Այնինչ արտաքին քաղաքականությունը դրանք այն հարցերն են, երբ որ մենք զբաղվում ենք համաշխարհային մասշտաբի կամ տարածաշրջանային մասշտաբի հարցերով։ Այսինքն այսպես հակառակ ընկալում կա, հա, թույլի, փոքրի, խեղճի տեսակետից, բայց լավ չշեղվենք, հիմա վերադառնանք երկրորդը ասեցիր, եթե երրորդը կա, շարունակենք։ Հիմնական այդ երկուսը կասեմ։ Հիմնական այդ երկուսը։ Հայրենատիրության կետը ինչ որ չափով հայակենտրոնություն ասիր, հա, հայակենտրոնության մեջ տեղավորվում է։ Ինչա քո համար հայրենատիրությունը եւ տեղ կա առաջնային եւ երկրորդային մասեր։ Այսինքն առաջնային եւ երկրորդային։ Գիտեմ, օրինակ ասենք այսպեսի մտքեր են հաճախ հնչում, մի անգամ մեր այդ հայրենատիրության կետը, որը առաջարկվում էր որպես գաղափարական գաղափարի կարևոր սկզբունք, այսպեսի քննադատության առաջացավ։ Այս որ գրել եք հայրենատիրություն, սա ենթադրվում է նաեւ Թուրքիայից տարածքային պահանջատիրություն, իսկ դա այն դեպքում, երբ որ մենք ավելի ակտուալ խնդիր ունենք Արցախի հարցը, հիմա մենք ոնց որ միաժամանակ էդ էլ պետք է չանենք, որտեղ այդ դեպքում ու արդեն համարյա նիկոլություն է գնում 80 միլիոնանոց Թուրքիային պատերազմ ենք հայտարարում եւ այլն այս տիպի փաստարկներով, այսինքն Արցախը ավելի կարևոր հայրենատիրության հարց է, քան ասենք, չգիտեմ, Վանը կամ Կարինը։ Հայրենատիրություն նշանակում է տեր լինել հայրենիքին։ Հայրենիքի ընկալումը ընդհանուր է, ուրեմն այստեղ այս հարցը մի հատ երկրորդ շերտ ունի, հայրենիքը հայրենիք, բայց երբ որ դա քաղաքական հարթություն է տեղափոխում, այստեղ գալիս են ինչ որ հակափաստարկներ, հա, ասենք այդ նույն հայրենիքի նկատմամբ այլ հավակնություններ եւ այլն, եւ կա ինչ որ քաղաքական ընդհանուր ընկալումներ, հա, ասենք եւ իրավական միջազգային իրավունքի հարցն է գալիս։ Հիմա եթե օրինակ Սևրի Հայաստանի հետ կապված մենք ինչ որ թղթեր ունենք, որը մեզ իրավունք է տալիս նաև միջազգային իրավական առումով դրանք հետապնդել։ Եվ կա քաղաքական պրագմատիզմ, միջազգային հարաբերություններ այս կոնտեքստում։ Այստեղ խնդիր առաջանում է հայրենատիրության սկզբունքի հետ բախում կա, որ դու ասենք, չգիտեմ, Կիլիկյան չես պահանջում, բայց ասենք Սևրը պահանջում ես։ Դե ես ոնց որ չունեմ համապատասխան կրթություն միջազգային ինչ որ փաստաթղթերի եւ այլնի մասին բարձրաբանումներ տալու, բայց կարամ ասեմ, որ իմ կարծիքով դրանք միջոց են հայրենատիրության համար ու դրանք կարելի է օգտագործել հայրենատիրության համար։ Լրիվ ողջունում եմ, որովհետեւ նախ ասեմ, որ միջազգային իրավունքի դիպլոմներ ունեցողներն էլ չունեն պատկերացում միջազգային իրավունքի մասին հաճախ եւ այդ սկզբունքը, այո, ընդհանուր սկզբունքը պահելով մնացածը գործիքներ են, որ դու քաղաքականության մեջ օգտագործում ես, իհարկե միանշանակ ողջունելի է այդ առումով։ Լավ, մենք ունենք մի նախագիծ, դու դրան ինչ որ չափով տեղյակ ես եւ այդ նախագիծը ենթադրում է մեծ թվով ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող քաղաքացիների, այդ թվում երիտասարդների եւ միգուցե հատկապես երիտասարդների, որոնք մի քիչ ավելի օբյեկտիվ են, ավելի պակաս շահերի հետևից ընկած են եւ հատկապես կազմակերպված երիտասարդների, որոնք որ տարբեր կառույցներում իրենց արդեն ինչ որ մի հայրենասիրական գործունեություն ունեն, սկսած, չգիտեմ, Գինոսյան Գագիկի բարի խմբերին մասնակցելուց վերջացրած, չգիտեմ, ոմայի կրակելու դասընթացներին մասնակցելով, կարծում եմ այս բոլորը որպես Հայաստանի քաղաքացի պետք է մասնակցեն ակտիվ քաղաքական process-ներին, իսկ դա պարզապես ընտրության գնալը չի, որտեղ երկու չարիքից պետք է փոքրագույնը ընտրես, դա մի process է, որտեղ դու հենց ինքդ պետք է ակտիվ մասնակցես, այսինքն առաջադրողը լինես այն ապագա տեխնացուների եւ հույս ունենանք, որ կգտնենք այս լուծումը։ Դու կարծեմ ֆիզմատցի ես, չէ, ինչքան հիշում եմ, սա իհարկե մաթեմատիկայի խնդիր չի, քաղաքականության խնդիրները ավելի բարդ են, կարծես թե, որտեղ մարդկանց կամքի հետ են կապված, բայց հուսանք կգտնենք այդ լուծումը եւ թե ձեր կազմակերպության ակտիվ անդամները, թե մյուս երիտասարդները
երիտասարդները հնարավորություն կունենան նման գործընթացին ավելի քաղաքական process-ներին ավելի ակտիվ մասնակցելու, որպեսզի պետությունը ոնց որ հիմա է չմնա բարոյական անբարոյականների ձեռքին եւ կամաց ազգային բնույթ ստանա։ Դե հա, ընտիր երիտասարդները շատ են, իրոք շատ են ու պետք է օրինակ ծառայել ու ցույց տալ, որ այդ պատասխանատվության ճանապարհը, պատասխանատվություն վերցնելու ճանապարհը շատ կարևոր է ու ինքը իր մեջ չի պարունակում ոչ մի տենց շատ վախենալու բաներ ու շատ կարևոր է որ սիրով իրանց ոնց որ տենց կամաց ներգրավել նման process-ների մեջ ու ցույց տալ որ հնարավոր է նպատակը արդարացնում է միջոցները հա որ ցույց տանք երիտասարդներին որ նպատակը արդարացնում է միջոցները ճանապարհը չի միշտ որ առաջ է տանում քաղաքականության մեջ հնարավոր է ճշմարտությամբ սիրով ու շատ կարևոր է որ անընդհատ նշում ենք հայրենասիրություն հայրենատիրություն բայց եթե բացում ենք այդ բառերը իրանք կապ են ունենում հայրենիք բառի հետ, որ այն տարածքն է, որտեղ որ տեսակը ձևավորվել է, բայց շատ կարևոր է նաև շեշտադրում անել հայասիրության վրա, որովհետև շատ կիսատ է հայրենասիրությունը, հայրենատիրությունը առանց հայասիրության ու եթե հայրենասիրություն բառը հասարակության մեջ գոնե ինչ-որ ձև խրախուսվում է, իմ կարծիքով շատ մեծ հաջողություն կլինի, երբ թե հայասիրություն բառը նույնպես դառնա խրախուսելի լայն հասարակության համար ու այդ կարա ինչ-որ մտածողություն փոխի մարդկանց մեջ, իսկ հայասիրության համար պետք է այդ հայաճանաչությունը, ոնց որ հայը այս հազարամյակների ընթացքում շատ բազմաշերտ ինքնություն է ձևավորել, որը պետք է շատ խորը հոգեբանական ուսումնասիրել որ կարողանանք հասկանանք թե ինչպես ենք շփվում մեր տեսակի հետ ընդհանուր առմամբ, որ կարողանանք սիրենք մեր տեսակին ու կարողանանք հաջողությունների հասնենք մեր տեսակի հետ։ Շատ հետաքրքիր նոր թեմա է բացում, ցավոք սա արդեն մեր ժամանակի հնարավորություններից դուրս է։ Շնորհակալություն Դավիթ ջան, բավական հետաքրքիր զրույց ստացվեց։ Հուսանք նաև օգտակար կլինի մեր ընդհանուր գործի համար։ Շնորհակալություն։